Բարև ձեզ, սիրելի հարագիստներ, եւ բարև ձեզ սպիրկահայեր։ Ինչու ասում եմ սպիրկահայեր։ Ինչու գսեմ սպիրկահայեր։ Արմինե ջան, մոտ երկու շաբաթ սպիրկե մանավանդ Լիբանանին եւ Սիրիայերը ինձ հետ խոսում էին, հարցնում էին այդ հանդուկը, այդ խիզախ դրակողին, ացիրուն դրակողին ով է, որ այդքան սիրուն ներով հանդերձ մոտ 100 փաշինյանիստներուն սարսափեցուց եւ զարմանալի երկու գետ կա այստեղ։ Նախ ուզում եմ ցեզի հարց տալ։ Ինչու Փաշինյանիստները ուզում են ամեն ինչին կրեդիտ տալ Հայաստան Դաշնիկին եւ Դաշնակցության, որովհետեւ իմ բոլոր ընկերներս, բոլոր ծանոթներս գարզում են, որ դուք Հայաստան Դաշնիկի եւ նախագահ Քոչարյանի գոմնագից եք եւ Դաշնակցականներուն գոմնագից եք։ Ինչու Փաշինյանիստները գբնդեն ամեն մի հաջողության կրեդիտը տալ քարոզություն են դառնում իդեպ Հայաստան Դաշնիկին։ Պաստորեն Փաշինյանիստները ամեն ինչին կրեդիտը տալիս են Քոչարյան Դաշնիկին, Հայաստան Դաշնիկին։ Ինչու համար արդյոք։ Բարի երեկո բոլորին, շնորհակալ եմ հարգելի Պետրոս այս հարցազրույցի համար։ Ես կարող եմ ասել, դա մի պատասխան ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի սարսափած է ազգային ժողովրդավարական բևեռից։ Հետևաբար պետք է ինձ կապեին Ռոբերտ Քոչարյանի Հայաստան Դաշինքի հետ, որպիսի ասեին, որ Քոչարյանական է, նախկին է, չգիտեմ, նման բան։ Կար նաև այսպիսի մի միտք էր պտտվում, այսինքն տեսանյութ էր նաև պտտվում սոցիալական ցանցում, որ իբրև ես արցախցի եմ եւ դրա համար եմ Արցախի մասին խոսում։ Իհարկե դա շատ սկանդալային մի դեմք է։ Ռոման Բաղդասարյանը, կարծում եմ գիտեն Ռոման Բաղդասարյանին, ովքեր էլ չգիտեն կարող են գտնել, թե ինչ սկանդալային դեմք է այդ Ռոման Բաղդասարյանը, ինքն էր տեսանյութ տարածել, թե իբրև ես արցախցի եմ եւ դա է պատճառը, որ ես Արցախից եմ խոսում, բայց ոչ, ես ազգային ժողովրդավարական բևեռի անդամ եմ, համախոհ եմ, գաղափարակից եմ եւ ուղղակի այնպես ստացվեց, որ շատ համապատրաստի ստացվեց դա եւ ես որ ինչ որ պատրաստված չէի, շատ ուղղակի այդ պահին ստացվեց այդպես։ Արինե ջան, դու դեպք որ ես այդ խոսիմ եզակի, մանավանդ Լեսլի Պանանյան բնավորություն ունեմ, եւ մենք հարազատներ ենք, մենք երկար ճանապարհ գծած ենք եւ բարեկամներ ենք անցնականալ։ Ուզեմ մեզի ես գիտեմ որ Հայաստանի մեջ բոլորն գիտեն ազգային ժողովրդական բևերը ով է եւ ինչ է։ Սակայն դա այստեղ սակայն աս հաստատությունին նպատակը սպիրկին զանոթացնել է, որովհետեւ սպիրկի մեջ կգարձեն որ Հայաստան Դաշնիկը նման դաշնակցությունն է Քոչարյան նախագահ Քոչարյան դաշնակցական է կգարձեն որ Վարչապետ Փաշինյանը հնչակյան եւ ռամգավար է այսպես սպիրկի մեջ Կապարչունին, որ ինչ կարան գուսակցություններ կան եւ ինչ կներկայացնեն։ Այս միրգի մեջ ինձ շատերը գսեն, որ ես անտիմադիր եմ Փաշինյանին, ինձ գսեն որ դու դաշնակցական դարձած ես, որ շատ անհետ կապար է։ Ուզեմ մեզի քիչ մոտ բացատրես ինչ է ազգային ժողովրդական բևեր վեր գուսակցական շարժումը, որը ես բևերին հետ 3 տարի ճանապարհ գտած անց եմ եւ գիտեմ որ բևերը վեր գուսակցական է, այսինքն այլ գուսակցությունները ցախողոմյան, աչողոմյան, գետրոն, լիբերալ սոցիալիստ, ասկայնական ամեն տեսակ մարդ բևերի մեջ կուկա, որտեղ բևերը դասական գուսակցություն չէ, այն ինքը ասկային շարժում է եւ ունի վեր գուսակցական նպատակներ։ Սպիրկը չի գիտեր, կխնդրեմ հրամեցեք։ Պետրոս ջան, ես աշխատեմ ներկայացնել ազգային ժողովրդավարական բևեռին, այո, ազգային ժողովրդավարական բևեռը վերկուսակցական շարժում է։ Ազգային ժողովրդավարական բևեռը ստեղծվել է 2020 թվականին, դրանից առաջ ազգային ժողովրդավարական բևեռ շարժումը տարբեր անվանումներով է եղել Սասնածռեր, Հիմնադիր խորհրդարան, Նախախորհրդարան, իսկ 2020 թվականին արդեն վերանվանվեց ազգային ժողովրդավարական բևեռ, վերանվանվեց դա այդքան էլ ճիշտ չի լինի, որովհետև տարբեր մարդիկ, օրինակ Արա Պապյանը, այնտեղ տարբեր մարդիկ միացան այդ ժամանակ հենց ազգային ժողովրդավարական բևեռ շարժմանը։ Ես ինքս 2020 թվականին եմ միացել ազգային ժողովրդավարական բևեռ շարժմանը եւ մեր գաղափարները
Շատ եթե իհարկե մեզ հնարավորություն տային շատ ավելի շատ տարածված կլինեին, բայց ինչքան որ մենք հասցրել ենք մեր մեդիայով տարածել մեր գաղափարները, այդքանով ժողովրդին կարծում եմ ժողովրդի այն հատվածին, ովքեր գիտակցում են, թե ինչ գաղափարներ են, ինչ արժեհամակարգ է, որ մենք տարածում ենք, իրենց սրտին դա մոտ է։ Ազգային ժողովրդավարական բևեռը ուրեմն մենք Արցախի հարցի լուծումը տեսնում ենք որպես հայկական հարցի լուծման մաս, դա առանձին մաս չի։ Ես մի փոքր կծանոթացնեմ ուղղակի, որպեսզի ծանոթ լինեն։ Մենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը տեսնում ենք Հայաստանի առաջին հանրապետության տարածքային ամբողջականության մասի մեջ, այսինքն մենք ընդունում ենք, որ մենք ոչ թե երրորդ հանրապետություն ենք, ինչպես նախկիններն են ասում, կամ հիմա Նիկոլը արդեն մտածում է չորրորդ հանրապետության մասին, մենք Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդն ենք, եւ որի մեջ արդեն նաեւ մտնում է Արցախը, Նախիջևանը, բայց այդ մասով ես չեմ անդրադառնա։ Մենք համախմբման տարբեր կոչեր ենք արել եւ համախմբումը անընդհատ կազմակերպել ենք, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները պատկերացում ունենան, որ մենք դասական կուսակցություն չենք, այսինքն չունենք ինչ որ այսպես ասած չափորոշիչներ, որ եթե մարդիկ մեր չափորոշիչներին չեն համապատասխանում, ուրեմն չեն կարող մեր շարժման մեջ լինել։ Քանի որ սա շարժում է, շարժման մեջ կարող են տարբեր մարդիկ գալ, դուրս գալ, եւ դա շատ նորմալ է, որովհետեւ չկա կուսակցական որևէ կանոնադրություն, ինչ որ չափանիշներ, եւ հետեւաբար մենք պատրաստ ենք ազգային ժողովրդավարական բևեռը բաց է բոլորի համար, բոլոր այն մարդկանց համար, ովքեր մտածում են Հայաստանի համար եւ իրոք ուզում են գործնական քայլեր անել եւ Հայաստանը դուրս բերել ռուս-թուրքական այս ճիրաններից։ Կարծում եմ ինչ որ չափ կարողացա ես ներկայացնել ազգային ժողովրդավարական բևեռը, իսկ կասեմ նաեւ ազգային ժողովրդավարական բևեռ շարժումը ինքը կառավարվում է խորհրդի կողմից, ազգային ժողովրդավարական բևեռում միանձնյա կառավարում չկա, իսկ խորհրդի անդամներն են Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, Վարուժան Ավետիսյանը, որը ցավոք սրտի այս պահին դեռ բանտարկված է, Սասնա Ծռերի անդամ Վարուժան Ավետիսյանը, Կարո Եղնուկյանը, Գարեգին Չուքազյանը, Արմենակ Գյուրեղյանը, Եղիշե Պետրոսյանը, խորհուրդն է կայացնում որոշումներ, իսկ մինչ վերջնական օրինակ որոշումները կայացնելը կարող եմ ասել ազգային ժողովրդավարական բևեռում շատ բուռն ազատ քննարկումներ են լինում եւ իհարկե բևեռի խորհուրդը հաշվի է առնում նաեւ այն կարծիքները, որոնք արտահայտում են ազգային ժողովրդավարական բևեռ շարժման մասնակիցները, թե Սփյուռքում, թե Հայաստանում, Սփյուռքում ասելով ես նկատի ունեմ եւ ԱՄՆ-ի Սփյուռքը եւ Ռուսաստանի Սփյուռքը, իհարկե Ռուսաստանի Սփյուռքը մի փոքր հիմա կտրված է կարելի ասել, բայց ԱՄՆ-ում էլ մենք ունենք գրասենյակ եւ այնտեղ էլ կան աջակիցներ, ուրիշ այս պահին որևէ այլ բան չեմ մտաբերում, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնեմ։ Այ եթե դու ինձ ասեիր, Պետրոս ջան, որ մենք խոսելու ենք ազգային ժողովրդավարական բևեռի մասին, միգուցե ես ինչ որ բաներ ներկայացնեի, բայց կարծում եմ սրանով մեր հայրենակիցները կճանաչեն ազգային ժողովրդավարական բևեռին, կարևորը այն է, որ մեզ մոտ մարդիկ շատ ազգային, իրոք ես վստահաբար սա կարող եմ ասել, ազգային մտածելակերպ ունեն,
ազգային վերգաղափարներ ունեն, մենք տեսնում ենք մեծ եւ հզոր Հայաստան, եւ որը իրավական հիմք ունի լինելու, հա, դրանք ընդհանրապես բարձրահունչ խոսքեր չեն, մենք այն իրավական հիմքը ունենք, որով կարող ենք ունենալ, եւ դա իրականանալի է ցանկության եւ աշխատանքի դեպքում, որ մենք ունենանք մեծ եւ հզոր Հայաստան 164,000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Մի փոքր հյումորով շարունակեմ նախքան հարցումը։ Ախ, վստահ եմ, որ հետևած ես, որ իմ հարցազրույցները պաշտոնական չեն լալ, այսպես տարված, այլ ավելի հյումորով, ավելի ընկերային գլան, չեմ գիտեր թե հետևած ես։ Շնորհակալ եմ։ Գուզեմ նախ ողջունել իմ վիդեոներու մենտորս, որը նույնիսկ ասկային ժողովրդական բևերի լրակողի Հերմինե Մգրչյան, որովհետև Հերմինեին որ հարցազրույցներու գերավիրվեի, հարցնեի ինչ հարցներ ես տալու, ասում էր որ չեմ ասելու, ասում է ինչու, ասում էր հենց ավելի բնական եւ ավելի սպոնտան լինի եւ դու ավելի ազատ կխոսես, որովհետեւ հասկացած եմ իմ խառնվածքից, որ ես օրենքներու չեմ հետևիր, դերևս հարցազրույցներուց մի քիչ քաոս կլիներ, որովհետեւ ես ավելի բնական եւ սպոնտան կմարեմ, հենց այդ պատճառը որ ես քեզի ճուզեցի, ես էլ ինչ եմ ուզելու, քեզի գախլիկ մոդա որ շատ անգամ ասած եմ, ես հարցազրույցները որ կպատրաստեմ, հարցումներ չեմ պատրաստել երբեք, վաղուց ու կամ եւ այդ վարյանին կընտանա ոնց որ ընտանա հարցում դալը ինձ համար անիմաստ է որտեվ արդեն կփոխվի ուզեմ հարցնել այս հարցումը Արմինե ջան այնիշ կրավական է որ այսօր Հայաստանի տասարան գուսակցություններն ոչ մեկը պաստորեն ի պատասխան դերևս տաշնակցության որ տաշնակցությունը էսպիրկյան գալուց եւ շատ մը հայրենտարցել կան դիպանեն ամերիկային եկած որ տաշնակցությունը իրենց կկրավի սակայն միակ գուսակցությունը Հայաստանի մեջ որ տաշնակցություններն զատ Այդ կրավական ունի, որ սպիրկայը շատ կուկան պեվերին, միտինգներուն, շատ իրենց կկրավե, ինչ է կախնիկի և ինչ է այն, որ միակ կուսակլությունը մինչև 30 տարի Հայաստանը անգախ է, ոչ մեկ կուսակլություն այսօր չի մտածեց, չի նախասերնեց, որ սպիրկ մգա, այնտեղ ինքը բաժիններ ունենա, մասնաճյուներ ունենա, ասկային ժողովրդական պևերը ունի շատ հարուստ բաժին Եվրոպայի մեջ, ունի Ամերիկայի մեջ և ասիկ Ռուսաստանի մեջ, ասեմ ձեզի, որ երբ որ ես հարցազրույցներ գնային, որ պևերի հյուրեր կհրանգալեմ, տիդոններում մեծ մասը ու կա Ռուսաստանեն, ասիկա չեմ գիրի թե նկատացեք, սակայն ինչ է անկրավականը, որ պևերը սպիրկա հայերուն հանդեպ այսպես ատրակտիվ է, կրավիչ է։ Պետրոժան, ներողություն եմ խնդրում, թույլ տուր ինձ ես հիմա լույս գտնեմ միացնեմ, որովհետև Նիկոլի օրոք տեսնում ենք կարող են այսպես ոչ կանխատեսված իրավիճակներ լինել մի պահ ես պետք է այստեղից հեռանամ միջև վառեմ մի րոպե Գուզեմ ողջունել ես ալ օրվա իշխանությունը որ մեզի ալ շնորհակալություն որ նոր դարի ամենի գիշերն ալ լույսեն զրգեց այնպես որ տնական եւ արժանված ենք Ես Լիբանանին եկած եմ լույսը շատ զրկված եմ այնպես որ Հայաստանի մեջ ինձ համար նորություն չէ լավ ինչ է ձեր կարծիքով այն կրավարան որ ասկային ժողովրդական բևերը սպիրկահայեր իր հանդեպ կրավիչ կգտնեն եւ գուկան ինքնական կամավորական շարժումը որ սպիրկահայերը գուկան բևերի միտինգներուն գուկան գմիանան բևերին եւ ԱՄՆ-ի մեջ Ռուսաստանի մեջ Լիբանանի մեջ ամենտեղ դարածված է այսինքն Եվրոպայի մեջ ունենք ասկային ժողովրդական բևերի Կասինյաներ, Կանադայի մեջ նույնն ես։ Ես կարծում եմ, որ ազգային ժողովրդավարական բևերի գաղափարներն են լսում, քանի որ մենք ունենք նաև բևերի մեդիան եւ մեր գաղափարները խորհրդի անդամների հարցազրույցները կարծում եմ մարդիկ լսում են չնայած նրան որ մենք գտնվում ենք տեղեկատվական շրջափակման մեջ միևնույն է մարդիկ ինտերնետով կարող են դիտել ազգային ժողովրդավարական բևերի խորհրդի անդամների տարբեր հարցազրույցներ եւ ըստ այդմ գաղափար կազմել թե տվյալ ուժը ինչ նպատակներ, ինչ ծրագրեր ունի եւ ընդհանրապես ովքեր են եւ կարծում եմ նաեւ Սփյուռքի
տարածման, մասնավորապես Լիբանանի երևի կարող եմ ասել, Լիբանանում գտնվող մեր հայրենակիցները երևի ազգային ժողովրդավարական բևեռի մասին ավելի շատ հետաքրքրվում են, որովհետև մենք ունենք Ժիրայր Սեֆիլյան, ով նույնպես Լիբանանից է, բայց նաև իրոք ճիշտ է ձեր դիտարկումը, որ ԱՄՆ-ում են ճանաչում ազգային ժողովրդավարական բևեռին, Եվրոպայում էլ, որովհետև մենք նաև մեծ լոբիստական աշխատանք ենք կատարում, բայց դա պաշտոնական մասն է, իսկ այնպես էլ խորհրդի անդամները հնարավորության դեպքում եւ Եվրոպայում գտնվող մեր հայրենակիցների հետ եւ ԱՄՆ-ում գտնվող մեր հայրենակիցների հետ տարվա ընթացքում շփումներ ունենում են, հանդիպումներ ունենում են, իհարկե Սփյուռքի մեր հայրենակիցներն էլ երբ գալիս են Երևան, անպայման եթե նույնիսկ բևեռը հանրահավաք չի կազմակերպում կամ փողոցում չի լինում, միևնույն է գրասենյակ գալիս են։ Ես կարծում եմ ազգային ժողովրդավարական բևեռը մեծ ժողովրդականություն վայելում է, որովհետև իսկապես այստեղ հավաքված մարդիկ իրոք սրտանց մտածում են հայ ժողովրդի բարօրության, հայ ժողովրդի անվտանգության եւ Հայաստանի որպես իրոք անկախ երկիր կայացման մասին։ Մի փոքր վերադառնանք այդ փորն հանդիպումին ցերև մեր բոլորին սիրած վարչապետին։ Պետական բան մգա որ ցեզի ուրեմն ուզում եմ միտակավորել որ Արցախահայ եք։ Արդյոք անոր մեջ ինչ վատ բան կա, եթե մեկը ասենք նույնիսկ Արցախահայ է եւ ինչպես կվերապերիկ այս մոդելությունին որ Լիբանանի մեջ կան որևէ երկրի մեջ ես վստահ եմ որ քրեական օրենքի գենտարգվեր երբ որ ցանցածակ մարդիկ քաղաքական ջանի մեջ այսպես խտրական օրենքի խոսին Արցախահայ արցախցիներ եւ այլն եւ որ ընդարձակված է նաեւ սպիրկահայրում որտեղ ես երբ որ խոսիմ առաջի խոսքը ինձ գլա որ տուն կնալ Լիբանան տաշնակ αγρակոնից տաշնակցական չեմ ուրիշ կուսակցության քաղաքարին կպատկարիմ ինչ որ ցեզ հետ մադայեցավ ցեզ ասիմ որ Քոչարյանին դրան Քոչարյան դաղը մինչև ինչու ազատության մեջ է այսինքն երբեք որ ինտիմատիվ լրատվին գարցնեմ որ իրենք են կորտատիր իշխանությունը որ ինչու համար նախկիններ դաղավին ազատության մեջ են ինչպես կվերապերիկ այս մոդելությունին որ Հայաստանի մեջ կա խտրականություն որ ցանցարցակ է հասած է հարտակնության եւ անպարտավորության որ ուղղակի այս լեզուով խոսի այս իշխանությունը եկած է սիրոյ համերաշխության ինչ կա որ գիշեք կարկախոսով բաժնես ընտանիքներ այն կուսակցությունները որ մեջ Փաշինյանիզմի հետ միասին զինակցեցան բարակտվեցան մարդիկ դուրս եկան մարդիկ ստան իրարու հավերու իմ կուսակցական մոդիկները ինձ որ կան գեմեղատրեն եւ այլն այսինքն ադերությունը անտագոնիզմը խտրականությունը արցախցի երևանցի սպիրկահայ հայաստանցի ինչպես կվերապերիկ այս մտնորդին այս իշխանությունը եկած է ամեն ինչ մեծահողեցավ հիմա եկեղեցին կբարակտվի օրոք եւ ինք անում ես մեծ բաժին եթե ինքը չէ նաեւ օրկեստրատորը որ մայստրոն ինչպես կվերապերիկ այս խոսակցության որ ցեզի ուզեն տեսնել Արցախահայ անոր մեջ ինչ վատ բան կա օրինակի համար կամ անոր մեջ ինչ նշանակություն ունի եթե եք կամ չեք նախ նախ սկսեմ այնտեղից որ եթե ես որպես մարդ առաջին հերթին եւ որպես լրագրող ազգային ժողովրդավարական բևեռի անդամ մոտեցել եմ եւ խոսել եմ որևէ ես սխալ բան չեմ արել եւ ճիշտ եմ արել այն ինչը արել եմ այդտեղ ինչ որ ինչ ասեմ ինչու եմ ազատության մեժվան դա իմ համար ինչ որ անհեթեթ բան է որովհետեւ ես որևէ ինչ որ ոչ բռնություն եմ ասիմ որ ինչու Քոչարյան ազատ քեզի մի հատ Փաշինյանից մոդեսավ քեզի իսա որ Փաշինյան Քոչարյան ինչու ազատության մեջ է դակավին այսինքն քեզի հետ վիճում է քեզի արդեն դակավորից Քոչարյանից եւ քեզի հետ կվիճում որ ինչու ազատության մեջ է նախկինները ադիմաստո ոչ թե դու լավ ուրեմն ես սխալ էի հասկացել Պետրոս ջան իհարկե մարդիկ կարող են այդ հարցը ինձ տալ ես էլ երևի այդ մեծահասակ մարդ էր որ պատասխանեցի այդ հարցը ինձ պետք է ուղղված չլինի այդ հարցը պետք է ուղղված լինի պարոն Փաշինյանին այսպես ասած որը հենց այդտեղ էր կարող էին իրենց հարցնել իսկ ինչ վերաբերում է այդ բաժանումներին, հա, արցախցիներ, հայաստանցիներ, այսպես ասած, կամ չիներ, կամ ես հիշում եմ, երբ որ
Իմ հայրս ընկերներ ուներ, իրենք պարսկահայեր էին կամ սիրիահայեր կային ու այսպես այդ բաժանումները կար, այդ չընդունելու, հա, մի պահ չեն ընդունում։ Ես դա տեսել եմ իրոք, մանկուց դա ինձ անհասկանալի է եղել, որ մարդիկ հայ են, ինչ կապ ունի, Սիրիայից են եկել, Պարսկաստանից են եկել, չգիտեմ որտեղից են եկել, միևնույն է իրենք հայ են, բայց ես կարծում եմ սա ավելի շատ դա վերևից թելադրված կամ ուղակի դաշտ նետված խոսույթ է եղել, որպեսզի մեզ բաժանեն ու կարողանան տիրել, մեզ հանեն իրար դեմ։ Եվ քանի որ արցախցիներին հիմա հենց բարձր մակարդակով, այսինքն հենց Նիկոլն է թիրախավորում, որովհետև որևէ կերպ ինքը չի կարող Արցախի այն ինչը որ արեց ինքը Արցախի նկատմամբ եւ արցախցիների նկատմամբ, դա շատ դժվար է կուլ տալը։ Եվ իհարկե, որ ասում են գողն է, չէ, անմիջապես հենց ինքն է ասում բռնեք գողին, ինքը հենց արցախցիների վրա, ինչ ասեմ, դա արցախցիների ընդհանրապես Արցախ բառի վրա ինքը ուղակի որ գիտի այդ բառից սարսափում է, նա է որ ինքը ուզում է իր վրայից գցել այդ ամենը, թիրախավորել արցախցիներին, իբր որ դուք փախել եք, հա, հաջորդ օրը ինքը Արմինե Մոսյանին, երբ որ մետրոյի գնացքի այդ վագոնում ասեց, որ դուք փախածներդ, այնինչ առաջին փախածը եւ կարծում եմ Հայաստանի թիվ 1 փախածը ինքն է, հիմա ինքը փախած է նաեւ հիշում եք 18 թվականին ցույց էր տա 18 չէ, երբ էր 21 թվականից հետո ցույց էր տալիս, որ տեսեք ես հեծանիվով դուրս եմ գալիս, ես ինչ ժողովրդավար եմ, չգիտեմ ինչ եմ, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ ինքը մկանծակը փողով է անցնում, ինքը անհնար է, որ մենակ դուրս գա ինչ որտեղ քայլելու, հա, անհնար է, որովհետև ինքը գիտի, որ անպայման վնասվելու է։ Մենք դրա բազում օրինակները տեսել ենք, վերջին դեպքը դա Սուրբ Աննա եկեղեցում էր, երբ որ ինքը ոնց կարելի է եկեղեցի մտնել եւ թիկնապահների հետ։ Եթե դու իրական ժողովրդավար եւ ժողովրդի, ինչ ասեմ, սերը չասեմ, չեն սիրում իրեն։ Լավ, ինչ աջակցություն ասեմ, եթե ժողովրդի աջակցությունը վայելող ղեկավար ես, եկեղեցի մտնելուց գոնե դու պետք է ասեիր, որ թիկնապահներ մի կողմ գնացեք, ես մտնում եմ ընդ որում խանգարել աղոթքը։ Եկեղեցի, երբ որ ուշ են գնում, բոլորն էլ գիտեն, եթե դու մի փոքր ուշացած ես գնում, դա կարգ է, դա անգամ եկեղեցու կարգ չլինի, դա մարդու դաստիարակությունն է ցույց տալի, դա կուլտուրա է, հա, որ մարդը պետք է մյուսներին չխանգարի, հետևաբար կանգնում է վերջում։ Իսկ սա եկավ, հերիք չի ուշացած, հերիք չի տեսեք, ես եմ եկել, բրթելով մարդկանց, թիկնապահներով, այնուհետև իրեն պաշտպանողներից այդ բարեկապահական ծառայողներից մեկը խփեց, հարվածեց մեր երիտասարդ Դավիթ Մինասյանին, եւ այսօր այդ տղան գտնվում է շատ ծանր վիճակում, փակ գանգուղեղային վնասվածքով, հիվանդանոցում, եւ մենք կարող ենք այսքանից հետո ասել, որ մենք ունենք ժողովրդավար, ժողովրդի աջակցությունը վայելող երկրի վարչապետ, նա բռնապետ է, Նիկոլ Փաշինյանը բռնապետ է, ուրիշ ոչ մի բան, ընդ որում հետաքրքիր է, որ եկեղեցում կատարված Սուրբ Աննա եկեղեցում կատարված վերջին դեպքը նա համեմատում է, երբ որ հիշում ենք այդ Պրիվետ Ռոբ ասածը, հա, երբ որ Պողոս Պողոսյան, եթե չեմ սխալվում ազգանունը, ուղղակի ասեց Պրիվետ Ռոբ եւ դրա համար մարդուն
հասարակական զուգարանում ծեծեցին եւ մարդը մահացավ։ Հետաքրքիր է, որ այս երեխայի հետ կատարված դեպքը, հա, այն էլ ինքը չերել հարվածել, հա, Նիկոլ Փաշինյանին։ Հենց բարեկապահական ծառայողներ խփել այդ երեխային, կադրերում էլ կա, որ երեխան վեր է կենում։ Ինքը դրա հետ է համեմատում, որ այսինքն ինչ շնորհակալ լինենք, ասում է տարբերությունը չեք զգում, այսինքն ո՞րն է տարբերությունը։ Որևէ տարբերություն ես չեմ տեսնում դրա մեջ, այն մարդուն այնտեղ սպանեցին, ուղղակի փառք տանք ասում, որ այդ երեխան չմահացավ։ Այդքան բան տարբերությունը դա է, թե չէ վարվելակերպի եւ վարքագծի առումով Փաշինյանը որևէ բանով չտարբերվեց Ռոբերտ Քոչարյանի այդ թիկնապահների արած գործից, այսինքն Քոչարյանից ինքը որևէ բանով չտարբերվեց։ Այստեղ Փաշինյանի թիկնազորից խփեցին այդ տղային, այնտեղ էլ Քոչարյանի թիկնազորի աշխատակիցները սպանեցին այդ մարդուն։ Որևէ տարբերություն չկա, այնպես որ ինքը որ երբ որ ուզում է ինչ որ բաներ ցույց տալ, որ տեսեք ես ժողովրդավար եմ, չգիտեմ, տարբերվում եմ, որևէ բանով չի տարբերվում, ընդհակառակը մենք ավելի ու ավելի խրվում ենք, տոտալ խրվում ենք ոչ ժողովրդավարության եւ բռնապետության մեջ։ Մենք հիմա բռնապետության մեջ ենք ապրում, որևէ դուք տեսել եք որևէ անգամ մարդուն ընդամենը հավանում դնելու համար ենթադրենք աշխատանքից հեռացնեն, չգիտեմ, որևէ գրառում տարածելու համար կնոջը, 5 երեխա ունեցող կնոջը գան մտնեն տուն երեխաների առաջ, հա, երեխաների առջև հայ կնոջը ուղղակի չգիտեմ հարցակվեն վրան, որ տանեն դատելու։ Դուք նման բան որևէ անգամ այս 30 տարիների ընթացքում, երբ որ մենք ասել ենք չկա ազատություն, չկա խոսքի ազատություն, խղճի ազատությունն է ոտնահարված, բայց այս աստիճան, հա, երբ ենք մենք տեսել այս 30 տարիների ընթացքում, որ հայ կնոջ նկատմամբ այն էլ մտնեն այդ կնոջ տուն ու իր երեխաների առջև իրենց մորը, ինչ ասեմ, ձերբակալեն, չգիտեմ, չլսված բաներ։ Արմինե ջան, այսպիսի դեպավորություն մի բան ավելացնեմ, Պետրոս ջան, եթե Փաշինյանը խոսում է ժողովրդավարությունից, չգիտեմ, իբրև որ ինքը հիմա տեսնում ենք վերջին ամիսներին, հասկանալով պարզ է, որ նախընտրական շրջան է սկսում, տարբեր մարդկանց ազատում է բանտից, օգտվելով այս առիթից, քանի որ կարծում եմ մեր այս հաղորդումը կդիտեն նաև Սփյուռքում, ես ուզում եմ մեր Սփյուռքի հայրենակիցներին հիշեցնել, որ առ այսօր Սասնա ծռերը գտնվում են բանտում։ Իսկ Սասնա ծռերը այն հերոս մարդիկ են, ովքեր 2016 թվականին այս սերժական ռեժիմին դեմ գնացին եւ մենք հիշում ենք 2016 թվականի քառորյայից հետո, երբ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ 800 հեկտար տարածք է ուղակի զիջվել Ադրբեջանին եւ դրանից հետո Սասնա ծռերը մտան, այսինքն մտան հենց բարեկապահական ծառայության այդ տարածք, ինչու հենց այդ տարածք, որովհետև հենց ոստիկանական բիրտ ուժի ճնշմամբ է, որ մեր ժողովուրդը դուրս չի գալիս փողոց։ Փողոց դուրս գալու համար դու պետք է ինչ որտեղ անվտանգություն ունենաս, որովհետև դու քո քաղաքացիական կամքն ես արտահայտում, հա, դա կամ արտահայտում է փողոցում, բայց մենք գիտենք, թե ոստիկանները ինչ կերպ էին վարվում ցանկացած ցուցարարի, ցանկացած փողոց դուրս եկողի համար, եւ Սասնա ծռերը ՊՊՑ գնդի գրավումով իրենք այսպես ասած կապում էին ոստիկանական այդ ձեռքերը, որը անընդհատ
մեր ժողովրդին ծեծ ու ջարդի մեջ էր պահում։ Եվ առ այսօր Սասնա ծռերը գտնվում են բանտում։ Հարց է առաջանում։ Սասնատ ընդ որում գիտեք հետաքրքիրը որն է, որևէ պատճառ ընդամենը շենքերի եւ շինությունների գրավում է եղել, այսինքն վնասում, ներողություն եմ խնդրում, վնասում է եղել եւ դրանով տանել այդ մարդկանց նստացնել բանտ, այսինքն որևէ իրավական հիմք չկա, որ այդ մարդկանց այդքան տարիներ են տվել։ Իսկ մենք ինչ ենք տեսել։ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության եւ իր իշխանություն գալուց հետո բազմաթիվ մարդկանց տարբեր կոռուպցիոն գործերով, թալանի գործով, չգիտեմ, ընդհանրապես հենց շատ լիքը հենց պետության նկատմամբ հանցագործություն կատարելու պահով մարդիկ ուղղակի Հայաստանից փախան եւ իրենց չկարողացավ առ այսօր ենթադրենք իրենց նկատմամբ հայտարարված է հետախուզում, հա, հնարավոր չէ ենթադրենք այդ մարդկանց բերել շատ մարդիկ ժամանակավոր են, որ ասում է արդեն ժողովուրդը ծիծաղում էին, հա, ասում էին բռնոցի են խաղում, նստենք դուրս գանք, Այ նաև ինձ շատ հետաքրքիր է, որ այդքան ասում է, բա նախկինները թալանել են, նախկիններից որևէ մեկին մենք բանտում տեսել ենք, հա, կամ որևէ, հա, Ռոբերտ Քոչարյանին մի տարի էր կարծեմ, եթե չեմ սխալվում, բանտ նստեց, հետո դուրս եկավ, Սերժ Սարգսյանի մասին ընդհանրապես խոսք չկա, հա, իսկ Սասնա ծռերը ինչ էին արել։ Սա որևէ իսկ որքան էլ ուզենան Սասնա ծռերին իբրև թե ներկայացնել, որ գիտես, ոստիկան են սպանել, են արել, նախ առաջինը հենց այդ ոստիկանների հարազատները իրենք են վկայել, դրանք կա վկայությունները կան համացանցում կարող են գտնել, որ հենց ռեժիմն է իրենց հարազատներին սպանել։ Իսկ առ այս պահը Սասնա ծռերը գտնվում են բանտում։ Եվ ինչու են բանտում գտնվում, որովհետև Նիկոլ Փաշինյանը սարսափում է Սասնա ծռերից, որովհետև երբ որ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտնի դարձավ, որպես ինչ ասեմ, փողոցում, մենք 2008 թվականին էինք տեսել Փաշինյանին, երբ որ այդ մարտի 1-ի դեպքերն էր եւ ժողովրդին թողեց ու փախավ, ընդ որում հետաքրքիր է, որ այս վերջերս այդ տեսանյութը կար, թե ոնց էր ինքն էր պատմում, թե ոնց է փախել այդ փախածը եւ եկել էր այնտեղ մարդիկ գոռում էին այդ 2016-ի հուլիսին, մարդիկ գոռում էին Սասնա ծռեր, ինքը ասում էր չեմ լսում։ Ինչը չէ, մինչև հիմա ինքը չի լսում։ Ես չի լսում։ Որ լսեր, ցեզի չէ ասել, որ Քոչարյանի մասին, եթե Փաշինյանից ուզեր լսել, ցեզի չէ լսել Քոչարյանի մասին չեն, որովհետև այս մարդիկ չեն ուզում լսել։ Դա Արմենիան ունի 4-5 րոպե։ Անդրե հարցնի երկուքի մեկին պատասխանը։ Երկու հարցում ունի Անդրե որ մեկին գուզես պատասխանել։ Առաջին հարցում արդյոք ասկան իշխանության կալին վերջի, որտեղ սպիրկահայերը ոչ մեկ բան չեն կարող անել, ոչ կարող են քվեարկել, ոչ կարող են ընդրվել, որտեղ երկհարկացի են։ Արդյոք ասկան իշխանության այդ մեկ գլուծվի, ասի մեկ հարցում է, գնաց երկրորդին պատասխանել, գսվի որ երկու Արմինե զույգը, Հայաստանի ամեն խիզախ զույգը Վարչապետ Փաշինյանի բոլոր հաշիվները հաշվարկները խանգարեց։ Անդրե ո՞յ մեկին գուզես պատասխանել, ունին 4 րոպե։ Մենք դարձա գանտիմիկ իմիջայլոց։ Կարևորելով առաջին հարցը, Պետրոս ջան, որովհետև շատ կարևոր է, որ մեր համասփյուր հայությունը ներգրաված լինի Հայաստանի բոլոր քաղաքական process-ներում եւ ազգային ժողովրդավարական բևեռը ունի իր ծրագրում ունի կետ, դա կոչվում է ներառական, Արաբաբյան դիվանագիտական ասված եւ Ժիրար Սեֆիլյան զինվորականներով որ ոչ կնա պաշտպանության նախարարության մեջ մնալ, ոչ արտարին գործոց, խնդրեմ։ Երկհաղաքացիներու խնդիրը նաև բևերը։ Մենք
Այո, Բևերը ունիկ է ներառական այդ քաղաքականության, որ այսինքն մեր Սփյուռքի հայրենակիցները անպայման ներառվելու են եւ Հայաստանի քաղաքական կյանքի մեջ եւ Հայաստանում կառավարության տարբեր ճյուղերի մեջ։ Մենք առանց այն էլ այստեղ հենց Հայաստանում քիչ քանակությամբ ենք, հա, մենք 2.5-3 են ասում, բայց կարծում եմ հիմա 3 միլիոն էլ չկանք, դրա համար շատ անհրաժեշտ է, որպեսզի այն պոտենցիալը, որ մենք ունենք Սփյուռքում, եւ ես պատկերացնում եմ յուրաքանչյուր հայ, ով գտնվում է Սփյուռքում, ինչ ցանկություն ունի անպայման հայրենիքի համար մի բան անելու, եւ եթե մենք այդ պոտենցիալը չօգտագործենք, ուղղակի դա հենց դավաճանություն է ինքներս մեզ եւ մեր պետության կայացմանը, եւ անհրաժեշտ է, ուղղակի անհրաժեշտ է, որ Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժը ներդրվի Հայաստանի եւ հասարակական կյանքում եւ քաղաքական կյանքում։ Եվ Պետրոս ջան, կարծում եմ ես հարցին պատասխանեցի, բայց մի կարևոր բան էլ պետք է ասեմ, օգտվելով այն առիթից, որ հիմա մեզ լսելու են մեր Սփյուռքի հայրենակիցները, ուզում եմ տեղեկացնել, որ ազգային ժողովրդավարական բևեռը նախընտրական թելեթոն է կազմակերպելու, բայց մինչև նախընտրական թելեթոնը մենք նաև նախընտրական դրամահավաք ենք հիմա կազմակերպել, երեկվանից մենք արդեն այդ հայտարարությունը դրել ենք դրամահավաքի, մեզ հիմա որոշակի ծախսերի համար պետք է այդ դրամական օգնությունը, որպեսզի մենք կարողանանք այդ ծախսերը հոգալ, իսկ այնուհետև մենք կսկսվի դեռ մենք կհայտարարենք նախընտրական թելեթոնի օրը եւ ժամը, որպեսզի մեր հայրենակիցները իրենց նվիրաբերությունները անեն եւ մենք կարողանանք այս ընտրապայքարին մասնակցել։ Մենք շատ վճռական տրամադրված ենք, Պետրոս ջան, որ մենք իրոք գնալու ենք եւ մեր գաղափարները տարածելու ենք եւ այդ ժամանակ էլ հենց մեր Սփյուռքի հայրենակիցները ավելի լայն հնարավորություն կունենան ծանոթանալու ազգային ժողովրդավարական բևեռի գաղափարների հետ, ցավալի է, որ իրենք չեն կարող ընտրություններում ձայն տալ, ընդհանրապես զրկված են դրանից, բայց կարծում եմ լսելով մեր գաղափարները, որքանով որ տեղյակ լինելով մեր գաղափարներին, որքանով որ տեղյակ են մեր արած աշխատանքին, իրենք պետք է որ աջակցեն մեզ, սա իմ խնդրանք եւ կոչն է, որ Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները աջակցեն ազգային ժողովրդավարական բևեռին եւ մենք կարողանանք այս ընտրապայքարին մասնակցենք որպես իրոք ազգային ուժ եւ մենք կլինենք այն ընտրանքը հայ ժողովրդի համար, ում կարող են ընտրել եւ անպայման մենք կարողանանք ի վերջո այս ծանր վիճակից դուրս գալ, որովհետեւ ռուս-թուրքական ակցանի մեջ պարզապես մենք ոչնչանալու ենք, իսկ մենք ու իրավունք չունենք ոչնչանալու, որովհետև մենք ունենք առաքելություն, հետևաբար հասկանալով, գիտակցելով մեր առաքելությունը, գիտակցելով, որ մենք ուղակի ազգ չենք, մենք ուղակի ստեղծված ազգ չենք, այլ մենք ժամանակների վրա եւ իրադարձությունների մեջ փոփոխություն բերող ազգ ենք, պետք է պայքարը շարունակենք եւ պայքարի մեջ պարտադիր է ուղակի որ ունենաս ֆինանս, դրա համար եւս մեկ անգամ իմ կոչս եւ խնդրանքս աջակցեք